Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձի հետ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր բան չունի ասելու։ Ըստ վարչապետի, այն գործիքակազմերը, որոնք նախկինում կիրառվել են, այսօր շարունակում են կիրառվել, ապագայում էլ պետք է կիրառվեն։ Նա նշեց, թե խաղաղության համաձայնագրի նախագծում չկա գետ մի նախադասություն, որը պարտավորություն է առաջացնում Հայաստանի համար եւ պարտավորություն չի առաջացնում Ադրբեջանի համար։ Փաշինյանը խորհրդանի ամբիոնից հայտարարեց, թե Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։ Ֆունդամենտալ հարցը հետեւյալն է, որ մենք Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի ժողովուրդը ուզում է շարունակել Ղարաբաղյան շարժումը, թե չի ուզում շարունակել, այսինքն մենք պետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, թե պիտի չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Ես ազնիվ գտնված չեմ լինի, եթե շատ ուղիղ այս ամբիոնից իմ կարծիքը չասեմ այն արձանագրումներից հետո, որոնք նախկինում արել եմ հենց այս ամբիոնից կառավարության զեկույցների քննարկման ժամանակ, ասելով, թե ինչ դերակատարում է, ինչպես է օգտագործվել Ղարաբաղյան շարժումը Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին։ Եվ ես առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ եւ աներկբա ասել, որ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք։ Եվ ուզում եմ ասել, որ այն խաղաղությունը, որի ճանապարհով մենք գնում ենք, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է։ Պարզապես ավելի էֆեկտիվ ճանապարհ գոյություն չունի, եւ մեր ընկալումը համապարփակ է եւ ամբողջական։ Շնորհակալ եմ։ Սյունիքի մարզի Խնածախու Խոզնավար գյուղերում վերջին օրերին պարբերաբար կրակոցների մասին սոցցանցերում տեղեկություններ եւ տեսանյութեր են տարածվում։ Ընդհանուր պատկերը հետեւյալն է, որ ադրբեջանական կողմը սկսել է կրակել մարտի 21-ից առաջին օրերին ավելի ինտենսիվ ժամը 1 պարբերականությամբ, իսկ վերջին օրերին կրակում են մի քանի ժամը 1։ Ամեն անգամ մոտ 50 կրակոց է լսվում։ Ադրբեջանցիները սկսում են կրակել գիշերը երեկոյան ժամը 10-ից մինչև վաղ առավոտ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։ Նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում։ Կյանքին վտանգ չկա, որովհետև կրկնում եմ թիրախավորված չի, կոնկրետ ինտենսիվ չի, ասենք բացի, եթե չեմ սխալվում, այնտեղ հրաձգից բացի ուրիշ զինատեսակ չի կիրառվում, այդ տեսանկյունից վտանգ չի, բայց ընդհանուր ինքը կայունության Սյունիքի սահմանամերձ գոտիների համար բնականաբար վտանգ է ներկայացնում։ Ինչու է Ադրբեջանը նստել ասում խաղաղության օրակարգ։ Շատ բարձ պատճառ։ Ո՞նց է կնքելու Ադրբեջանի խաղաղության պայմանագիր, երբ իրենք չեն։ Երբ որ կուզենան երկուս տեղ կնքեն։ Նաև 3-5 շրջանառում, որ գորիսում են նստել կրակոցներ։ Հայտարարությունները կարող են կանխել, օրինակ, ապագա վտանգների ռիսկը, հա, կամ էսկալացիայի ռիսկը, եթե Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Լսեք, բոլոր դեպքերում, երբ կրակոցները լինում են թիրախավորված մեր դիրքերի ուղղությամբ, տների ուղղությամբ, սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, կոնկրետ այդ բոլոր դեպքերում պաշտպանության նախարարությունը անում է հայտարարություն։ Այն բոլոր դեպքերում, որ նա չի կրում ինտենսիվ չի թիրախավորում բնակչությանը, ես կարծում եմ, որ հայտարարելը դրա մասին պաշտպանության նախարարության կողմից կարող է հակառակ էֆեկտ տալ։ Իսկ կարող է կանխարգելիչ քայլ ունենա, դա չեք։ Լսեք, ինչի կանխարգելիչ։ Ես չեմ կարծում։ Ապագա ռիսկերի։ Ոչ, չեմ կարծում։ Շնորհակալություն։ Եթե մի երկրում առաջին դեմքերի մակարդակով անընդհատ Ադրբեջանին հավաստիացնում են, որ օկուպացված, խլված տարածքները ռազմական ճանապարհով հետ բերելու նպատակ չունեն, բնական է, որ Ադրբեջանը կկրակի էլ, ագրեսիայի էլ կդիմի, նոր տարածքներ էլ կխլի, համոզված է Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ու սրանք ինքնիշխանությունից ու տարածքային ամբողջականությունից ամենօրյա ռեժիմով գոռացողներն են։ Որևէ մեկը իշխանությանը չի ասում այսօր վաղը կամ առհասարակ պատերազմ հայտարարի, բայց կարելի է չէ գոնե լռել, անհարկի բարոյալքության եւ անզորության ուղերձներ հասարակությանը չհաղորդել, թե հենց նպատակն էլ դա է։ Այո, դա է։ Ադրբեջանն արդեն մեկ շաբաթ է ահաբեկում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, որոնց համար լսելի են ադրբեջանական կրակահերթերը, իսկ իշխանությունը մի բութ պատճառաբանություն է մտածել։ Ձայն չհանեք, ցույց տանք, որ բան չի եղել, չարձագանքենք, որ հանկարծ սադրանքի առիթ չտանք, թե չէ եթե մտքներին կամ մի բան անեն, չեն կարողանում առիթ գտնել կամ հնարել։ Հայաստանյան իշխանության քաղաքական վարքագիծն Ադրբեջանին նոր արկածախնդրության է մղում։
Հայաստանի վարչապետի եւ ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցից հետո պետդեպարտամենտը հաղորդագրություն է հրապարակել, որի համաձայն Վաշինգտոնը անընդունելի է համարում Հարավային Կովկասում ցանկացած էսկալացիա։ Ըստ ամերիկյան կողմի Մարկո Ռուբիոն եւ Նիկոլ Փաշինյանը որպես ռազմավարական գործընկերներ քննարկել են ընդհանուր շահերը։ Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը եւ ընդգծել կայուն խաղաղության կարեւորությունը տարածաշրջանային հակամարտությունների շրջափուլը կոտրելու եւ Հարավային Կովկասում անվտանգություն բերելու համար։ Հայկական կողմի հաղորդման վարչապետը պետքարտուղարին է ներկայացրել բանակցային գործընթացները, որոնց արդյունքում համաձայնեցվել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծը։ Փաշինյանն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։ Անդրադառնալով Փաշինյան-Ռուբիո հեռախոսազանգին միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է, որ պետք չէ շտապել մեկ հեռախոսազանգով պայմանավորված պնդել, որ ամերիկյան կողմը Հարավային Կովկասում սկսելու է ակտիվություն ցուցաբերել կամ հայ-ադրբեջանական պայմանագիրը ստորագրելու միջնորդ լինել։ Ըստ նրա առավել կարևոր է հետևել Պուտինի եւ Թրամփի միջև տեղի ունեցող հեռախոսազանգերին եւ զարգացումներին, որոնք նոր իրողություններ են ձևավորում աշխարհում։ Հայաստանի մասով ավելի շատ բան կախված է լինելու Իրանի եւ ԱՄՆ հարաբերությունների դինամիկայից, դրանց դրական կամ բացասական զարգացումներից։ Իհարկե Թրամփը կարող է փորձել խաղաղության պայմանագրի միջնորդ լինել, բայց դրա համար մի շարք հանգամանքներ կան։ Միացյալ Նահանգները բալանսավորող եւ զսպող գործոն էր հանդիսանում Հարավային Կովկասում իր ներկայությամբ, փափուկ ուժի առկայությամբ, ՆԱՏՕ-ում ծանրակշիռ դերակատարությամբ, Ռուսաստանի հետ մրցակցությամբ։ Հիմա բոլոր այս գործոնները չկան եւ ԱՄՆ-ն նոր գործիքակազմ պետք է մշակի ազդեցության պահպանման եւ բալանսավորման համար։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը նույնպես մեկնաբանել է Փաշինյան-Ռուբիո հեռախոսազրույցը։ Ըստ նրա, ամերիկյան կողմի տարածած պաշտոնական համառոտ հաղորդագրության մեջ բավականին կարևոր եւ ուշագրավ է ձևակերպումը, որ պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում ցանկացած ձևի էսկալացիա անընդունելի է։ Բադալյանը վստահեցնում է, որ հատկապես վերջին օրերին ադրբեջանական ապատեղեկատվության, նաեւ ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող կրակոցների եւ իհարկե նաեւ ընդհանուր աշխարհաքաղաքական իրադրության ֆոնին շատ կարևոր է Վաշինգտոնից այդպիսի արձանագրումը էսկալացիա ցանկացած ձև անընդունելի է։ Իհարկե, Վաշինգտոնից հնչող այդ արձանագրումը դեռ բոլորովին չի նշանակում աներկբա ու աներեր սահմանում, որովհետև գործոնները շատ են, բազմաշերտ, բազմազան եւ այստեղ որևէ մեկ բևեռի դիրքորոշումը միշտ քիչ է եղել եւ քիչ է իրավիճակ կանխորոշելու համար, բայց կրկնեմ, կարևոր է, եթե Վաշինգտոնը լինի այսպես ասած կայունության դիրքում։ Ուշագրավ է, որ հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ չի խոսվում այն մասին, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կարևոր են համարել ռեգիոնում կայունությունը կամ անթույլատրելի են համարել ապակայունացումը։ Բաքուն կրկին բողոքում է Երևանից եւ վստահեցնում իրենք չեն տորպեդահարում խաղաղության գործընթացը։ Հայաստանի արտգործնախարար Արադ Միրզոյանը Իրանի իր պաշտոնակցի հետ մամուլի ասուլիսում երեկ հայտարարել էր, որ խաղաղության համաձայնագիր ստորագրելու պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չեն լսել։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի պնդումը, որ Ադրբեջանն իբրև թե նոր նախապայմանների առաջ քաշել խաղաղության պայմանագրի համաձայնությունից հետո անհիմն է։ Հայաստանի արտգործնախարարին հայտնի են սահմանադրական փոփոխությունների ու Մինսկի խմբի լուծարման Բաքվի պահանջները։ Դրանք բանակցային թեմա են եղել վերջին 2.5 տարում։ Եթե հայկական կողմը շահագրգռված է խաղաղության համաձայնագրի ստորագրման, պետք է անհապաղ փոփոխի սահմանադրությունը, հրաժարվի Ադրբեջանին ուղղված տարածքային հավակնություններից եւ չխուսափի Մինսկի խմբի լուծարման ուղղությամբ համագործակցությունից։ Ֆիգարո հանդեսի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը սոցցանցերում հայտնել է, թե ինչպես է ֆրանսիական Art France հեռուստաալիքը 28 րոպե հաղորդման ընթացքում հրապարակել Հարավային Կովկասի քարտեզը, որից Հայաստանը պարզապես ջնջված էր։ Ես ոչ մի վայրկյան չեմ հավատում, որ դա միտումնավոր է եղել 28 րոպեի Art France-ի կամ ադրբեջանական հեռուստալոբբիի գործողությունների արդյունքում, բայց այդ սխալը շատ ցավալի է աչքերի եւ սրտի համար։ Հայաստանը պարզապես ջնջված էր Կովկասի քարտեզից Էրդողանի եւ Ալիևի երազանքը, գրել է Բյուիսոնը։ Art France հեռուստաալիքի 28 րոպե հաղորդաշարի հաղորդավարը ժամեր ներողություն է խնդրել Հայաստանից սխալ քարտեզ ցուցադրելու համար։ Дорогой друг Кэмерон Размовар, это видео для тебя из Еревана. Հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության գործընթացի ֆոնին Հայաստանում վերջին շրջանում թուրքերի եւ ադրբեջանցիների ներկայությունն ակտիվացել է։ Այժմ էլ համացանցում Երևանի սրտում Հանրապետության հրապարակում ադրբեջանցին Երևանը ներկայացնում է որպես ադրբեջանական հինավուրց տարածք։ Տեսանյութի հեղինակը սկզբում ողջունում է Քամրան Ռամզավարին, ասելով, որ տեսանյութը ադրբեջանցի հաղորդավար շոումեն բլոգերի համար է, որը հայտնի է Հայաստանի եւ հայերի դեմ իր քարոզչությամբ։ Այնուհետև Հանրապետության հրապարակից դիմելով ադրբեջանցիներին եւ ամբողջ թուրքական աշխարհին ասում է. «Սիրելիներս, այստեղ հինավուրց ադրբեջանական հող է, այս հողերը մեզ են սպասում Աստծո կամոք, այսօր մեզնից մեկը, իսկ վաղը հազարավորները կգան Երևան»։ Վերջում նա ցուցադրում է գորշ գայլերի նշանը։ Ուրենայում Հայաստանի ԱԱԾ-ն։ Bütün İrəvandan Azərbaycana sürülmüş yeraz kardeşlerimize selam söylüyorum.
Այժմ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանին Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։ Օրինագծի քվեարկությանը 64 ձայնով կողմ քվեարկեց Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, ընդդիմադիր պատիվ ունեմը դեմ քվեարկեց, իսկ Հայաստան խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։ Կառավարությունն առաջարկել էր օրենքի տեքստից հանել նախաբանը։ Հայաստանն արտահայտելով ժողովրդի կամքը նախադասությունը հանել են, խմբագրել են այսպես. Հայաստանը նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել անվտանգությունը, դիմակայունությունը եւ իրավունքի գերակայունությունը, հայտարարում է Հայաստանի Եվրամիությանը անդամակցելու գործընթացի մեկնարկը։ Հայաստանի փոխարտգործ նախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, որ օրինագծի ընդունումն ինքնին չի հանդիսանում Եվրամիության անդամակցության հայտ։ Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ազգային ժողովին միջնորդեց ՔՊ-ից հեռացված падգամավոր Հովիկ Աղազարյանին զրկել падգամավորական անձեռնմխելիությունից։ Հովիկ Աղազարյանը լինելով ազգային ժողովի падգամավոր, օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, հանդիսանալով պաշտոնատար անձ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողով կանոնակարգ սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետի համաձայն, իրավունք ունենալով հարցումներով եւ առաջարկներով դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց։ Կաշառք տվողի օգտին իր իշխանական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով գործողություն կատարելու դիմաց պահանջել եւ անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։ Գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը բավարարության տեսանկյունից, պետք է արձանագրել, որ առկա են փաստեր ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 438 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 435 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար։ Ուստի, հիմք ընդունելով ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար ազգային ժողով դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը եւ ղեկավարվելով սահմանադրության 96-րդ հոդվածով ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետով միջնորդում եմ տալ համաձայնություն ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ երկու դրվագով քրեական հետապնդում հարուցելու մասին։ Տիկին դատախազ, եթե կարելի է իհարկե 44009023 գործի հետ կապված, որի քննության ընթացքում քննիչը հայտնաբերել է ինչ-որ բաներ էլեկտրոնային խոզարկության ժամանակ եւ տվել է համապատասխան հաղորդում 24 թվականի նոյեմբերի վերջին, երբ հայտնի դեպքերը արդեն ընթացել էին։ Կարող եք արդյոք մի երկու մանրամասնացնել այդ գործի մասին, կամ ամենակիչը խնդրում եմ ասեք, թե երբ է հարուցվել այդ գործը։ Երկրորդ հարցը, տեղյակ եք արդյոք, որ 24 թվականի հունվարի 3-ին ես Արաբկիր ոստիկանությունում բաժանմունքում հաղորդում եմ տվել այդ ձեր այս միջնորդության մեջ նշված Արամի եւ Գոհարի եւ Հայկ Նազարյանի հետ կապված եւ էլի մի երկու ֆիգուրատների հետ կապված հաղորդում եմ տվել որոշ ընթացակարգերից հետո, բայց քննչական կոմիտեն վարույթ չի ընդունել։ Տեղյակ եք այդ մասին, թե տեղյակ չեք։ Ըստ էության նույն բովանդակության հարց։ Եվ երրորդ հարցը, Տիկին Վարդապետյան, երբ որ դուք շատ պարզ գործից կներեք, երևի ես խալ եմ հասկանում, որ պարզ եմ համարում, բայց այդուհանդերձ մի դրվագով գործից գործ եք անջատում եւ ուղարկում եք դատախազություն, որտեղ Աշոտիկ Կամավոսյանը, չգիտեմ ինչ ճնշումների տակ, իմիջիալոց, Աշոտիկ Կամավոսյանին ես տեսել եմ առաջին անգամ առերեսման ժամանակ, առաջին անգամ ես իրան տեսել եմ առերեսման ժամանակ, եւ ես իմ խոսքում դա կհիմնավորեմ։ Արդյոք դուք կներեք, չի խախտվում իմ պաշտպանվելու իրավունք, սահմանադրական իրավունքը, եթե դուք գործը մի մասը վերցնում եք եւ ուղարկում եք դատարան, եւ այն մարդը, որ հիվանդ մարդ է, կարող է պատահի, չգիտեմ ինչ մեղքեր իր վրա վերցնի, մենակ թե շուտ բրծես ամեն տանջանքից եւ դատարանի որոշումը լինի, որ ինքնին կաշառք առաջարկել, բայց այն պաշտպանվելու իրավունքը որտեղ մնաց, տիկին դատախազ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը հնարավոր է միտումնավոր ձգձգում է Ուկրաինայի հետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը։ Թրամփը հավելել է, որ ամեն շաբաթ հակամարտության երկու կողմերը միջինը 2500 զինվոր են կորցնում։ Ջիդայում մարտի 11-ին տեղի ունեցած բանակցություններից հետո ԱՄՆ-ն ու Ուկրաինան համատեղ հայտարարություն տարածեցին, նշելով, որ Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին Միացյալ Նահանգների առաջարկը եւ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ներխուժումից հետո կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։ Հայտարարությունից ժամեր անց սակայն Մոսկվան ու Կիևը հայտարարեցին ԱԹՍ զանգվածային հարվածների մասին։ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով Սաուդյան Արաբիայում Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան մարտի 25-ին բանակցեցին։ Սպիտակ տունը ամփոփելով այդ հանդիպումը հայտարարել է. Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան պայմանավորվել են Սև ծովում ապահովել անվտանգ նավարկություն, վերացնել ուժի կիրառումը եւ կանխել առևտրային նավերի օգտագործումը ռազմական նպատակներով։ Թուրքիայի իշխանությունները չեն տրվի ընդդիմության սադրանքներին։ Անկարայում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության խորհրդանական խմբակցության անդամների հետ հանդիպան ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Թուրքական ընդդիմության 6 օր անընդմեջ շարունակվող ցույցերի մասնակիցները պահանջում են ազատ արձակել նախորդ շաբաթ կոռուպցիոն մեղադրանքների հիման վրա ձերբակալված Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ İmamoğlu'ին։ Էրդողանի խոսքով սակայն Ստամբուլի քաղաքապետարանում կատարված իրավախախտումների մասին վկայող փաստաթղթերը քննիչներին են ներկայացրել հենց ընդդիմության ներկայացուցիչները։